Բնականաբար նորից հավաքվել ենք ստեղ, որ պահանջենք Տիգրան Առաքելյանի ազատումը, ոչ թե Տիգրան Սարգսյանի ազատումով հետո կզբաղվենք։ Այդ գործը ինչ-որ տարօրինակ ընթացք է ստանում, թեև Վճռաբեկ դատարանը գործը ուղարկել է վերաքննիչ դատարան, վերաքննիչ դատարանը կարծես դեռ վարույթ չի սկսել։ Անհասկանալի է, թե ինչով է զբաղված մեր դատական համակարգը։ Մենք իհարկե հետամուտ ենք եւ երբ որ պատասխան ունենանք, ձեզ կհայտնենք դրա մասին։ Բայց մենք պայքարում ենք եւ ես բոլորիցս անունից ուզում եմ մեր եղբորը, մեր ընկերոջը, մեր մարտական ընկերոջը Տիգրան Առաքելյանին հայտնել, որ մենք իր թիկունքին կանգնած ենք եւ մինչեւ վերջ պայքարելու ենք իր ազատության համար։ Այո։ Ազատություն։ Եվ ինքը Տիգրան Առաքելյանը մեզ կների, եթե այս թեման ամփոփելով մենք համաձայն սովորության անցնենք նաեւ այլ թեմաների, այնպիսի թեմաների, որոնք հետաքրքրում են մեր համաքաղաքացիներին։ Ես կարծում եմ դուք բոլորդ հետևում էիք Քարորիային, իսկ հետո էլ դրան հետևած արտահերթ նիստին ազգային ժողովի, որը բավականին բուռն զարգացումներ գրանցեց, շատ հետաքրքիր բաներ տեղի ունեցան։ Ընդ որում չգիտես ինչի, բոլորը զարմացել են։ Զարմացել է Հովիկ Աբրահամյանը, զարմացել է Տիգրան Սարգսյանը, զարմացել են հանրապետական խմբակցության կարկառուն դեմքերը, բոլորը զարմացած են։ Մեկը զարմացած է թալանի մասշտաբների պատճառով, մյուսը զարմացած է այդ զարմանքի վրա, երրորդը զարմացած է դրա վրա, որ ընդհանրապես դրա մասին խոսակցություն է գնում այդ թալանի մասին։ Ինչ է զարմացել, ես օրինակ չեմ հասկանում։ Իրականում, եկեք անաչառ լինենք, 2008 թվականից սկսած Հայաստանի վերահսկիչ պալատը ամեն տարի ներկայացնում է հաշվետվություն այն մասին, թե ինչպես է թալանվում Հայաստանի պետական բյուջեն։ Ավելին ձեզ ասեմ, 2009-10-11 թվականի հաշվետվությունները ավելի խայտառակ փաստեր են բացահայտել, քան թե այն, ինչ որ ներկայացված է 2012 թվականի հաշվետվության մեջ։ Այսինքն իրականում տեղի չի ունեցել ինչ որ արտառոց բան։ Հայաստանի պետական բյուջեի թալանի մասին ամեն տարի զեկուցվել է ազգային ժողովում։ Այդ ինչ եղավ, որ այս տարի մեկ էլ զարմացան։ Ուզում եք ասեմ ինչ է եղել։ Այո։ Շատ պարզ բան է եղել, Ժորժ ջան։ Ուղղակի առաջ դրա մասին ազգային ժողովում ոչ ոք չէր խոսում, այսինքն գալիս էր վերահսկիչ պալատի նախագահը, գլուխը կախ իր զեկույցը կարդում էր, հաշվետվությունը կարդում էր, ֆորմալ մի երկու բառ ասում էին, սեղմում էին կոճակները կամ չէին սեղմում կոճակները, իգիտություն ընդունում էին եւ դրանով ավարտվում էր հարցի քննարկումը։ Իսկ հիմա Հայաստանի ազգային ժողովում հայտնվել է մի անկաշկանդ ընդդիմություն, որը թույլ չի տա, որ որևէ հարց այդպես արագ անցկացնեն, կոճակները սեղմեն եւ անցնեն առաջ։ Ընդամենը սա է պատահել։
հնարք փորձեցին կիրառել, գիտեին, որ կառավարության ծրագրի հաստատման խնդիր կա, գիտեին, որ բյուջեի կատարողականի խնդիր կա, վերահսկիչ պալատի հաշվետվությունը ավելի շուտ էր եկել, բայց նրանք որոշեցին չքննարկել դա, հաստատել կառավարությանը, հաստատել բյուջեի այդ ծախսերը, կատարողական այդ հաշվետվությունը եւ նոր անդրադառնալ վերահսկիչ պալատին։ Բայց բնական է, եթե մեր նման ընդդիմություն կա պարլամենտում, մենք դա թույլ չենք տա։ Եվ մենք օգտագործեցինք վերահսկիչ պալատի այդ խայտառակ փաստերի մասին հաշվետվությունը եւ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ եւ կատարողական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։ Այսինքն մենք բերեցինք այնպիսի փաստարկներ, որոնցից իրանք փախուստ չունեին։ Գիտեք, մի բան է, այստեղ ինչ է կարևոր, որ մենք մեր հղումները կատարել ենք վերահսկիչ պալատի հաշվետվության վրա։ Այսինքն, ոչ թե մենք ինչ-որ փաստեր ենք ասել, որ իրենք կարող են հերքել, ասելով, որ դա ընդդիմության սուբյեկտիվ գնահատականներ են։ Ոչ, մենք մեր բոլոր մեղադրանքները եւ ամբողջ քննադատությունը հիմնել ենք վերահսկիչ պալատի հաշվետվության վրա, որի հետ իրենք կռիվ չեն կարող անել։ Եվ նրանք հայտնվեցին շատ խայտառակ վիճակում։ Այսինքն նորությունը սա է։ Նորությունը այն է, որ այդ բոմբը միշտ էլ բերվում էր ազգային ժողով, բայց այդ բոմբը պայթացնող չկար, այդ ռումբը պայթացնող չկար։ Իսկ այսօր մենք այդ ռումբը պայթացրեցինք եւ սկսեց այս ամբողջ ղալմաղալը, որովհետեւ հիմա իրենք չգիտեն ինչ անեն։ Եթե այս փաստերը ճիշտ են, դա նշանակում է, որ իսկապես պետական բյուջեի հիմնական մասը ուղղակի գողացվում է, այդ մարդիկ տանում են, դնում են իրենց գրպանները։ Ուրեմն ինչ է դրանից հետևում։ Այն է հետևում, ինչի մասին ստիպված խոսեց ազգային ժողովի նախագահը եւ մնացած այլ պատգամավորներ հանրապետական կուսակցությունից։ Շատ զարմացած հարց են տալիս։ Ժողովուրդ ջան, բա եթե մենք այս փաստերի ոչ մի պատասխան չենք տալիս, կարող է չէ ժողովուրդը կարծի, որ այս գողության հետևը մենք ենք կանգնած։ Զարմացել են։ Տրամաբանության կանոններ են բացում իրանց համար։ Զարմացել են ուղղակի։ Եվ իսկապես, այո, սիրելի կարկառուն հանրապետական պատգամավորներ, այո, հենց այդ տպավորություն չի դա։ Էդ էլ չխաբվեք, դա տպավորություն չի, դա խորին համոզմունք է ամբողջ ժողովրդի մոտ, որ դուք զբաղված եք այս երկրի թալանով։ Տպավորություն չի։ Ոչ ոք չի կասկածում։ Ուղղակի ձեզ համար է նորություն։ Ձեզ համար է նորություն, որ այս ամբողջի մասին պարլամենտում բացեի բաց բոլորը խոսում են։ Երկրորդ ռազմավարությունը, որ իրենք փորձեցին կիրառել, այն էր, որ ինչ-որ պահին, երբ որ տեսան, որ աղմուկը շատ մեծ է, որ հասարակական արձագանքը շատ մեծ է, կառավարությունը կարծես սթափվեց, փորձեց ինչ-որ պատասխաններ տալ։ Բայց ոնց պիտի այդ պատասխանը տան։ Պետք է տան հերքելով վերահսկիչ պալատի բերած փաստերը։ Այդպես եղավ, որ իշխան Զաքարյանի բերած են Մալուխին, պատասխանեցին ինչ-որ Հրայր Թովմասյանի կողմից բերած փայտով։ Դա ծիծաղելի է ժողովուրդ, արդեն ողորմելի մի վիճակ է։ Ասում է, հա, այն Մալուխը ճիշտ է ասում, 10 անգամ թանկ են առել, բայց այս փետն էլ 20 անգամ էժան։ Մեկ էլ էր հարցեր, բայց ոնց է եղել, որ այդ փետը 20 անգամ էժան են առել, ոնց է այդպեսի բան հնարավոր։ Հետո է այդ բարերարը, որ էժան փայտ է ծախել, շուկայական գնից էժան փայտ։ Ով է այդ բարերարը, ինչ է ստացել դրա փոխարեն։ Իրենք էլ չեն հասկանում, որ իրանց
փաստարկները այնքան հիմար են, որ ամեն մի փաստարկով իրենք խոստովանական ցուցմունք են տալիս իրենք իրենց դեմ, որոնք անպայման կօգտագործվեն ապագա դատավարություններում։ Մի րոպե չկասկածեք։ Ուրեմն կրակն են ընկել։ Հերքեն կստացվի, որ ակնհայտ ճշմարտությունը հերքում են, իրանք իրենց հիմարի, ապուշի տեղ են դնում։ Եթե ընդունեն, ստիպված ընդդիմությունից առաջ են ընկնում, սկսում են գոռալ բռնեք գողին, ինչպես բոլոր գողերը միշտ անում են, դա հայտնի տակտիկա է 5000 տարվա մեջ արդեն մարդկության պատմության, ստացվում է, որ ընդդիմության հետ միասին իրանք են զբաղված այս խայտառակության բացահայտումով, ավելի մեծ արձագանք է ստանում։ Պարզի, որ հայտնվել են հիմար վիճակում։ Եվ հիմա վարչապետը վերջին կառավարության վերջին նիստին, 5-շաբթի օրը, այս խայտառակություններից դուրս գալու համար հանձնարարություն է տալիս գերատեսչությունների ղեկավարներին, ասում է գնացեք, դուք հերքեք այդ փաստերը, գնացեք ուսումնասիրեք, հերքեք։ Այդ նոր պետք է ուսումնասիրեք, 6 տարի այդ հաշվետվությունները դրվում են սեղաններին, նոր պետք է ուսումնասիրեք, այսինքն դուք ուսումնասիրում եք որևէ բան, մենակ այն բանից հետո, երբ որ ընդդիմությունը աղմուկ է բարձրացնում։ Խայտառակ վիճակում են հայտնվել, հիմա էլ մի հատ նոր բացատրություն են գտել այդ օֆշորային սկանդալին, լսել եք դրա։ Պարոն Ջանգիրյանը որպես փորձառու դատախազ Civilnet-ին տված հարցազրույցում կանխատեսել էր, որ այս իշխանությունները պատասխանատվությունից խուսափելու համար կմշակեն հետևյալ սխեման։ Այն է, որ Աշոտ Սուքիասյանը մի բարի օր կհայտարարի, որ այդ օֆշորային գոտում այդ չարաբաստիկ ընկերությունը բացել է ինքը եւ ինքն էլ առանց Տիգրան Սարգսյանի եւ arczepiskopos Կճոյանի իմացության նրանց դարձրել է բաժնետեր։ Ինչա Ջանգիրյանը պայծառատես է, այդ ոնց եղավ, որ Ջանգիրյանի հայտարարությունից 5-6 օր հետո Աշոտ Սուքիասյանը դատախազությանը նամակ է ուղարկում, որտեղ գրում է ուղիղ այն, ինչ որ կանխատեսել էր Գագիկ Ջանգիրյանը։ Սա ծիծաղելի է, ժողովուրդ ջան, ծիծաղելի է, որևէ տրամաբանական բացատրություն չունի, Տիգրան Սարգսյանը, մեկ ասում էր, էդ ես չեմ, էդ են Տիգրան Սարգսյանը չի, իրական Տիգրան Սարգսյանը չի, մեկ ասում էր, չէ, էդ բանը Հասցեն սխալ են գրել, մեկ ասում էր, էդ փաստաթղթերը կեղծ են, բայց երբ որ արդեն ռեգիստրից, Կիպրոսի պետական ռեգիստրից հրապարակվեց այդ հետ օնլայնի կողմից փաստաթուղթը, դա էլ չկարողացան արդեն պահել, այդ գիծն էլ պաշտպանական չկարողացան պահել։ Այդ մարդիկ, այս մեղադրանքներից պաշտպանվելուց, իրենց պաշտպանական գիծը ամեն անգամ հետ էին քաշում, բայց իրենք չեն հասկանում, որ եթե միտեղ պաշտպանվել ես, հետո հետ ես քաշում։ Ուրեմն քո ասած փաստարկները արդեն արժե զրկվեցին, նաև արժե զրկվեց քո տրամաբանությունը։ Վաղն ինչ են ասելու։ Վաղը եթե պարզվի օրինակի համար, որ առանց Տիգրան Սարգսյանի համաձայնության եւ առանց իր փաստաթղթերի ներկայացման այդ Կիպրոսի օֆշորային գոտի ոչ ոք չէր կարող նրան բաժնեմաս վերագրել։ Դրանից հետո ինչ է ասելու։ Ասելու է, որ եկել են խափել են իրան, փաստաթղթերը վերցրել են տարել են։ Ես հասկանում եմ, այդպես հա կարելի է պաշտպանական նոր գծեր կառուցել։ Բայց ավելի լավ չի լինի ասել վերջապես ճշմարտությունը, որովհետև մեկը ասելու ես։ Ասելու եք բոլորդ, այ հանրապետականներ, ճշմարտությունը դուք ասելու եք կամ երգելու եք։ Սա է վիճակը, ես կարծում եմ
այս փաստը, որ այսքան մեծ հետաքրություն ստացավ, մեծ արձագանք եղավ այս փաստերի շուրջ, սա մի կարևոր բան է ապացուցում։ Հիշում եք կային մարդիկ, որոնք կասկածում էին, ասում էին, դե ինչ եղավ, որ ասենք 7 հոգի մտավ Հայ ազգային կոնգրեսից ազգային ժողով, ինչ է դա փոխելու։ Պարզվում է 7 հոգով, այո 7 հոգով Հայ ազգային կոնգրեսի խմբակցությունը կարողանում է այդ հանցագործներին պատասխանի կանչել, կանգնեցնել հասարակական կարծիքի առջև եւ ըստ էության վերածել ազգային ժողովի նիստերը դատարանի նիստերի, ժողովրդական դատարանի նիստերի։ Բասակիչ բան է, սա լուրջ մթնոլորտ է փոխել։ Եվ եթե մենք շարունակենք հետևողական այս գործընթացները, վստահ եղեք, այս իշխանությունները երկար չեն դիմանալու։ Բայց այստեղ դուք էլ անելիք ունեք, մի բան պետք է հասկանաք։ Մեր ուժը մեր համարձակության մեջ չի միայն, մեր ուժը մեր ազնվության մեջ չի միայն, մեր ուժը մեր անհատական որակների մեջ չի, մեր ուժը առաջին հերթին այն ժողովուրդն է, որ կանգնած է մեր թիկունքին։ Եթե տասնյակ հազարավոր մարդիկ, եթե մեր ժողովուրդը, եթե մեր հանրությունը կանգնած չլինի մեր թիկունքին, եթե մենք չիմանանք, որ մենք ազգային ժողովում ներկայացնում ենք ժողովրդին, մեր հանրությանը, մեր հասարակությանը, ձեզ, հավատացեք, մենք չենք կարողանա նման համարձակ ձևով այնտեղ խոսել։ Եվ ուրեմն ես դիմում եմ ամբողջ մեր հանրությանը, ամբողջ մեր հասարակությանը, ձեզ կոնկրետ չեմ դիմում, դուք 5 տարվա մեջ ապացուցել եք ձեր հավատարմությունը այս պայքարին, ձեզ չեմ էլ դիմում։ Շատ դեպքերում դուք ավելի համարձակ եք եղել, քան թե մենք։ Այդ է պատճառը, որ ձեզ չեմ դիմում, բայց ես դիմում եմ մեր հանրությանը, մեր հասարակությանը, մեր ժողովրդին։ Եթե ուզում եք ինչ-որ բան փոխվի, եթե ուզում եք, որ մենք մեր պարլամենտում լրջագույն փոփոխություններ կատարենք, եթե ուզում եք, որ մենք հասնենք նրան, որ այս իշխանությունը ի վերջո ընդունի իր պարտությունը, ուրեմն օգնեք մեզ, օգնեք ամեն օր ձեր ելույթներով, ակցիաներին ձեր մասնակցությամբ, ապագա մեր հանրահավաքներին ապահովելով այդ հանրահավաքների մարդաշատությունը, որովհետև այս իշխանությունների համար այս հասարակական կարծիքի այս պարսավանքները գիտեք երկրորդական բան են, իրանք սրանից չեն վախենում, իրենք թքած ունեն ժողովրդի կարծիքի վրա, իրենք վախենում են ժողովրդից միայն այն ժամանակ, երբ որ ժողովուրդը հավաքված է ազատության հրապարակում։ Ուրեմն պատրաստվենք այդ ապագա հավաքներին, երբ որ այս մեղադրանքներին կհետևի նաև ժողովրդի հսկայական ցասումը, շնորհակալություն եւ ազատություն պահանջենք եւ մեր քաղբանտարկյալների համար եւ մեր ամբողջ ժողովրդի համար։ Ազատություն! Ազատություն!